աղջկաս տարել էի տիկնիկագործության դասընթացի, այդտեղ հասկացա, որ դա ինձ է շատ դուր գալիս։ Արդեն 8 տարի երաժիշտ մանկավարժ Քրիստինեն թելն ու հելունը ձեռքին փոքրիկների ամենասիրելի հերոսներին է ստեղծում, նրանց համար շորեր գործում։ Առաջին իսկ պահից գործին սիրահարված օրորի վարպետանում նոր ու գունեղ մոդելներ է ստանում։ Ամեն աշխատանքի մեջ այդպես հոգուց մի մասնիկ դնում էի եւ հետո ինձ հաճելի էր տեսնել, թե ինչպես այս անշուջ թելից ինչ-որ կերպար է ծնվում։ Երբ նոր էր սկսում, շուկայում գործած տիկնիկ խաղալիքներ շատ չկային, հետևաբար մայրիկներն ու բալիկները ուրախությամբ ընդունեցին։ Հաճախ է հիշում առաջին գործը խոզուկ Պեպային, համեմատում այսօրվանների հետ ու թե տեսքի, թե որակի մեջ մեծ փոփոխություններ տեսնում։ Դա կապում եմ նաև ինձ հետ, ես էլ եմ անձնապես աճել, փոխվել, ինձ հետ աճել են նաև խաղալիքներս։ Ձեռքը բացվելու հետ կերպարները եւս ավելացել են։ Ճիշտ է, աղջիկների ամենասիրելի հերոսը նապաստակն է, տղաներին արջուկը, բայց նրանց կողքին միշտ նստած են մկնիկը, առյուծն ու փիսիկը։ Օրինակ, սա ես նմանեցրել եմ իմ մանկության այդ տարազով տիկնիկին, բայց սա հայկական է։ Մոտավորապես այսպիսի տիկնիկ էր, այդպես է ծնվել։ Այս մի տիկնիկը ինքը հենց նվերի համար էր, այդպես Իր զգեստը կարող է փոխվի օրինակ։ Այո, երեխան կարող է փոխել, զգեստը ինչ ուզում է հագնել, կոշիկներն էլ են դուրս գա, այդպես կարող է փոխել, պայուսակներ, մի խոսքով, հագուստը կարող են ընտրել։ Սկզբում կար անվստահություն, որ գործը բիզնես չի դառնա, բայց թելանեին այսօր արդեն Հայաստանի սահմաններից դուրս են ճանաչում։ Ասում է, դա արդյունք է գործը շատ սիրելու, անդադար սովորելու, ամեն հաջորդ խաղալիքը նախորդից ավելի կատարյալ դարձնելու։ Հիմա խաղալիքներս արդեն աշխարհի տարբեր անկյուններում են գտնվում, շատ Ամերիկայի Միացյալ Նահանգներից են պատվիրում, ամենամեծ խաղալիքը 1 մետրանոց խաղալիք, նապաստակ, արջուկ, մի 10 հատ գործել ուղարկել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իսկ ամեն խաղալիքի մեջ դրած սիրո արդյունքում դրանք չեն կրկնվում, ինչն ավելի է գրավում երեխաներին։ Հաճախ սրանք դառնում են նրանց սիրելի ընկերը, հետները քնում արթնանում, ավելի հոգատար են դառնում։ Երբեք ուշ չի երազանքների հետևից գնալու համար։ Ցանկացած տարիքում էլ կարելի է հավատալ, ու եթե քո մեջ բացահայտել ես քո ուժեղ կողմը, այն դրականը, որով դու կարծում ես, որ կարող ես փոխել աշխարհը, թեկուզ աննշան, անպայման պետք է դա բռնել եւ դրա հետևից գնալ։ Մի մեծ երազանք ունի մանկության տարիների մուլտֆիլմերի հերոսների կերպարներով հավաքածու ստեղծելու, ցուցահանդես կազմակերպել։ Ծաղկանուշ Միրզոյան, Սերյան Անտոնյան, լուրեր։